Չեք խոսում, պարոն Ղազարյան։ Մտածում եմ, բայց ձևակերպը։ Անջատ եք, Ողջունելի պարոն մոտեցում, Ղազարյանի Չէ, խոսափողը։ բայց Մեսրոպ Մանուկյան։ Բայց սկսել էր մտածել պարոն Ղազարյանը, գուցե մտածել Դե, ու վերջում ներողություն խնդրեր հայ սակրավորների մահը կամենալու համար։ Պարոն Միրակյան, պարոն, որ մտածի պրծնի, չգիտեմ, կարող է խնդրի խոսք տամ, ազգային ժողովի նիստերի դահլիճը կրկես չի։ Մեսրոպ Մանուկյան։ Լռեք, Մեսրոպ Մանուկյան։ Մեսրոպ Մանուկյան։ Լռեք։ Մեսրոպ Ճիշտ է, Մանուկյան։ պատգամավորն էլ հո սակրավոր չի, որ մահը կամենան, չէ՞ պարոն Ղազարյան։ Միացրեք Մեսրոպ։ Պարոն Ռուբինյան, ձեր վարքագծից դուրս գալով իմ հարցի իրավունքը տալու իրավունքը զիջում եմ պարոն Ղազարյանին։ Դուք չեք կարող զիջել իրավունք, Դավիթ Ղազինյանը հանել է Լևոն Քոչարյան։ Էդգար Ղազարյանի։ Համեցեք, պարոն Քոչարյան։ Պարոն Ռուբինյան, այս ձև էիք, հա, երեք եք ելույթ ունենում, թե երեք չառաջ օրը, սա ճիշտ ձև է նիստը։ Հա, իհարկե։ Չէ, ճիշտ չի սա, իրականում ճիշտ չի։ Հարց ունեք պարոն Ալեքսանյանին։ Հարց ունեմ, Խնդրեմ։ բայց սա ուզում եմ ֆիքսել, որ սա ճիշտ ձև չի։ Չի կարելի ժողովուրդ, այսքան խոսում եք բարեկրթությունից, որ այ բարձրանանք վերև ճիշտ ենք մեզ պահելու, անաչառ ենք լինելու, մարդը մտքերն է հավաքում, ուզում ձևակերպի, ասեք, իրականում սա ճիշտ բան չեք անում։ Պարոն Ալեքսանյան, դուք համաձայն եք այս մոտեցման հետ։ Հարց Ճիշտ է, է։ պատասխանեք պարոն Ալեքսյան։ Չէ, ուրիշ հարց էլ կտամ հիմա, որ նաև խնդրում եմ սրան պատասխանեք։ Նախորդ նստաշրջանի ժամանակ դուք մի անգամ ելույթ ունեցաք, մյուսներին չեմ ուզում անդրադառնալ, բայց այս մեկը ուզում եմ էլի ամեն դեպքում, այս հնարավորությունը կա այսպես հարց տալու։ Խոսում էիք ձեր ինչ որ մանկությունից, որ դուք կռիվ եք արել, եղելա ձեզ ծեծեն, դուք ծեծեք, ու այս համեմատության մեջ կարծես իմ հետ էիք ուզում համեմատվել ու ասում եք, այ իսկ Լևոն Քոչարյանը իր փոքր տարիքում, երիտասարդ տարիքում, երբ որ հարց էր ունենում, ԱԱԾ-ի ալֆաներ այդ հարցերը լուծում։ Նախ սա բացարձակ սուտ է։ Զրպարտող է, չգիտեմ ձեր համար, ոնց իմ համար կոնկրետ սա շատ վիրավորական է ու ուզում եմ, չգիտեմ, հասկանամ, ինչի է այդ սուտը